Տնտեսական մենաշնորհները խորացնում են աղքատության մակարդակը, մեծացնում արտագաղթի ծավալները։ Երբ որ նայում ենք գներին, հատկապես սպառողական ապրանքների ներկրվող սննդամթերք, լայն սպառման այլ ապրանքներ, ըստ էության այդ գները շատ առումներով համադրելի չեն այն գների հետ, որոնք արտադրող երկրների շուկաներում է առկա։ Ամանորի նախաշեմին հայաստանցիները բանանի 1 կիլոգրամի համար վճարեցին միջինը 970 դրամ, մինչդեռ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում այն 3 անգամ էժան գին ուներ՝ 310 դրամ։ Դա տնտեսական մրցակցության կառույցների հանձնաժողովի թուլության հետևանքն է։ Այդ տարբերությունը ես անվանում եմ քվազի ռենտա։ Մարդը եթե մանդատ ունի, այդ դիրքի չարաշահման արդյունք է։ Խնդիրը իհարկե քաղաքական արդյունության վրա է։ Տնտեսագետները չեն բացառում մենաշնորհային դիրքի չարաշահումը բենզինի շուկայում։ Բենզինի 1 բարելի գինը միջազգային շուկայում արդեն $30 է, սակայն Հայաստանում էական էժանացում չկա։ Ասում ենք Ռուսաստանից ենք բերում, այնտեղ թանկ է։ Ռուսաստանը վերջին 1.5 տարվա ընթացքում կապված նավթի գների էական անկման հետ բենզինի գները նվազել են 40%-ով։ Հայաստանում ընդհանրապես 20%-ով։ Այո, մենք դատապարտված ենք, մենք արդեն հասարակությունը վճարում է այդ մենաշնորհներին եւ այլ կերպ չի կարող լինել։ Ըստ տնտեսագետի Հայաստանում մենաշնորհը հետևակ է նաեւ քաղաքական համակարգի կազմավորման տրամաբանության։ Սերտ աճումը տեղի ունենում, որի պարագայում ուղղակի հակատրամաբանական պետք է լինի, որ թողնեն ինչ որ կողքից մրցակցային մեկը, մրցակցային նոր, այսպես ձգտումնով մտնի դարս ստանա եկամուտ, չգիտեմ, ստեղծի արժեք։ Մենաշնորհը կոռուպցիայի ու օրենքի կամայական կիրառման զուգակցմամբ ավելի է վատթարացնում սոցիալ-տնտեսական վիճակը։ Մինչդեռ Հայաստանը զարգանալու ռեսուրսներ ունի զարգացման արևմտյան մոդելի ընտրության պարագայում միայն։ Զարգացած երկրների ժողովրդավարական երկրների հասարակությունները պայքարի եւ ինքնակազմակերպման միջոցով են հասել բարեկեցության եւ արտադրողականության այդ բարձունքներին եւ տեսնում ենք, որ այս նույնիսկ ֆորս մաժոր ճգնաժամային իրավիճակներում այդքան լուրջ ցնցումներ չեն ունենում։ Իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ կառավարությունը չի պայքարել ու չի պայքարելու մենաշնորհների դեմ։ Օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիրքի չարաշահմանն, այլ ոչ թե մոնոպոլիաների գոյությանը։ Չթողնենք, որ մոնոպոլիա առաջանա Հայաստանում, դա հնարավոր չէ, ասել էր նա։